Այո, աշխարհի առաջնությունը սկսվեց, բայց մեզ այլ հարցեր են հետաքրքրում։ Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում անցկացրեց։ Ցավոք երկուսում էլ հաղթել չստացվեց։ Երկուսն էլ ավարտեցին խաղաղ ելքով։ Չնայած որ այդ երկու մրցավեճերում էլ հավաքականը զուտ հենց խաղային տեսանկյունից մրցակիցներին գերազանցեց։ Ժամանակ չկորցնենք, շարժվենք առաջ ու հասկանանք, թե ինչպես այդպես եղավ, եւ որ ավելի կարեւոր է, ինչու այդպես եղավ։ Նախ սկսենք առաջին հանդիպումից, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում Ղազախստանի ընտրանուն հյուրընկալեց։ Խոսենք այս մրցավեճի հետ կապված ամենակարևոր իրադարձություններից։ Հավաքականը հանդիպմանը այս անգամ նույնպես մեծ կորուստներով մոտեցավ։ Տարբեր պատճառներով չկային մի շարք առանցքային խաղացողներ։ Եղիշե Մելիքյանը էքսպերիմենտների մեջ գտնվող ասպարեզ դուրս եկավ, միանգամից երկու կենտրոնական հարձակվողով։ Չանչարևիչը հավաքական վերադարձավ։ Մեկնարկային կազմում Փյունիկի առաջատար խաղացողներից երիտասարդ Կարլեն Հովանեսյանը հայտնվեց։ Չափազանցնել չեմ ուզում, բայց նա գրեթե իդեալական հանդիպում անցկացրեց։ Բոլոր տեսանկյուններից իրապես բարձրության վրա էր եւ քանդում էր եւ ստեղծում, շատ ինքնավստահ խաղաց։ Զգացվում է, որ մարդը հավատում է սեփական ուժերին, գործեց շատ նվիրված ու օգտավետ էր մանավանդ տակտիկայի ասպեկտում։ Իրահայս գործողությունով մեծապես Սպերցյանի գոլին նպաստեց, նույնիսկ համահեղինակ դարձավ։ Եթե Կարլենը շարունակի այսպես, մեր հավաքականի խոցելի բոքս-թու-բոքս գոտին որոշակիորեն ապակինման կգնա։ Արթուր Սերոփյանն էլ վատ հանդես չեկավ, ակտիվ էր, բայց նրան ինչպես եւ մեր ամբողջ հավաքականին այս խաղում ռեալիզացիան դավաճանեց։ Մոտ 8-ից ավելի էպիզոդներ եղան, երբ գնդակը պետք է մրցակցի դարպասում հայտնվեր։ Սակայն ամեն անգամ ինչ որ մի բան խանգարում էր մեզ, որpիսի հասունացող գոլը վերջապես կյանքի կոչվեր։ Մրցակցի դարպասը կախարդված էր, իսկ թե քանի գոլեր խփելու շանս էր, Նայիր Տիկնիկյանը կորցրեց։ Սա մի քանի հանդիպման կհերիք էր։ Նայիրը անվերջ հարվածում էր, բայց գնդակը համառորեն նշանակետին չէր հասնում։ Պահ-պահի հետևից խփեց, բայց մեկագոլ չկար։ Հյուրերը, որոնք մինչ այդ չունեին որևէ լուրջ գոլային շանս, առաջին իսկ մոտեցումից գնդակը մեր դարպասը ուղարկեցին։ Ղազախստանը մեզ հակագրոհի վրա բռնեց, որը կեսից դիրքային կոմբինացիայի վերածվեց։ Լոկացիան մեր տուգանային հրապարակն էր։ Միակայլ կոմբինացիան շարունակվեց եւ ավարտվեց մրցակցի խաղացողի անհատական վարպետությամբ։ Չանչարևիչի տեսադաշտը փակ էր։ Ղազախստանը իր գոլը ահա այսպես խփեց։ Իսկ այնինչ այս խաղում Էդուարդ Սպերցյանը արեց, ոչ միայն հիացնող էր ու տպավորիչ, այլ նաեւ վերջնականորեն այն միտքը հաստատեց, որ իսկական ժամանակն է, որպիսի մեր ավագը տեղափոխվի եվրոպական որևէ թոփ առաջնություն։ Դաշտում իրոք համակարգաստեղծողակ էր, գլխավոր մասնակիցն էր, գլխավոր ճարտարապետն էր, կառուցվող հարձակումների բոլոր ֆազաներում։ Ընդհանրապես այս խաղը մեկ այլ բան էլ ցույց տվեց, այն որ առանց Սպերցյան ու Տիկնիկյան մենք հարձակում չունենք։ Կարծում եմ, որ եթե Վահանը խաղար, այս մրցավեճում պետք է որ հաղթանակը մերը լիներ։ Հիմա չխոսեմ կենտրոնական հարձակվողի խնդրից, անընդհատ հետ փոխանցումներ կատարելուց, այլ միկրոդրվագներից։ Դա էլ կանենք շուտով։ Իսկ հիմա ասեմ, որ ընդհանուր առմամբ հավաքականը վատ հանդես չեկավ։ Այո, մրցակիցը ուժեղ չէր, բայց ամեն դեպքում այս խաղում մերոնց գործողություններում որոշակի ինչ-որ հուսադրող նոտաներ արտացոլվեց։ Խոսում եմ ընդհանուր դիմանկարից։ Ցավոք, ոչ ավելի սրանից։ Սերունդափոխությունը հավաքականում շարունակվում է, իսկ էքսպերիմենտների ծանր փուլը դեռ նոր է մեկնարկած։ Ինչպես գիտեք, ընդամենը օրեր առաջ Հայաստանի ազգային հավաքականը իր երկրորդ տնային ընկերական խաղում Մոլդովայի ընտրանու դեմ մրցեց։ Այս անգամ Եղիշե Մելիքյանը հրաժարվեց երկու կենտրոնական հարձակվողով սխեմայից։ Այս գոտում մեկնարկային կազմում միայն Միրանյանը հայտնվեց։ Փորձարկումների մեջ գտնվող մեր գլխավոր մարզիչը հիմնական կազմում ասպարեզ նաև Նարեկ Գրիգորյանին դուրս բերեց, ով հավաքականում քիչ խաղաժամանակ է ստանում։ Առաջ ընկնելով ասեմ, որ Նարեկը շատ լավ տպավորություն թողեց։ Ակտիվության տեսանկյունից իրեն առաջարկելու առումով դաշտում լավագույններից էր։ Միակ բանը, որը Նարեկին պակասում էր, ավարտական եզրափակիչ հատվածում լրջորեն կաղում էր ռեալիզացիայից։ Սա ասում եմ թե հարվածներ եւ թե փոխանցումներ կատարելուց։ Հավաքականի կազմում իր լավագույն հանդիպումներից մեկը Էրիկ Փիլոյանը անցկացրեց, ինչպես միշտ խաղում էր կրակն աչքերում։ Լինելով 3 ցենտրբեքերից մեկը, տեսակ ինչքան հաճախ էր ու ինչքան որակյալ էր գրողներին միանում։ Էրիկը գնալով դառնում է իրապես ժամանակակից ֆուտբոլի պաշտպան, ռեալ աճ գրանցելով ամեն օր։ Նկատեցիք քանի սահանգումներ նա արեց։
Պարզապես չկան խոսքեր։ Ոչ բոլորը ընկերական խաղում ահա այսպիսի սահանգումների կգնան։ Մեկ վայրկյան չմտածելով, որ մարդ ես, բա որ վնասված կստանամ։ Էրիկ ջան, մեծ ռեսպեկտ քեզ ու նաև բոլոր տղաներին, որովհետև նվիրվելու տեսանկյունից հարցեր չկան ընդհանրապես։ Վստահ խաղ ցույց տվեց նաև հավաքականում նորամուտը նշող դարպասապահ Միշիևը եւ փրկեց թիմին այն հազվագյուտ դրվագներից մեկում, երբ Մոլդովան մեր դարպասին էր մոտենում։ Երկու խաղյա կտրվածքով լավ տպավորություն թողեցին նաև Դավիթ Դավիդյանը եւ Արթուր Սերոփյանը հատկապես։ Արթուրը վերջին 4-5 ամսում լրիվ նոր խաղամակարդակ ձեռք բերեց։ Շատ լավ զգացվում է, որ արդեն ռանդոմ կերպով իր հստակ տեղն ու դերը ունի թիմում։ Իսկ դե Կարլեն Հովանեսյանից հաղորդման առաջին մասում արդեն խոսվեց։ Այս երկու խաղյա աֆիշի մեջ նա հավաքականի ամենամեծ բացահայտումներից էր։ Ինչ վերաբերվում է բուն խաղին, արդեն միջնամասից էլ պարզ դարձավ, որ մոլդովանները չէին եկել Հայաստան, որպեսզի ֆուտբոլ խաղան։ Նրանք եկել էին կոնկրետ մեկ նպատակով, որ միավոր փախցրեն այստեղից։ Ավտոբուս, անհարկի կոպիտ խաղ, սադրող գործողություններ եւ դժգույն տեսք հարձակման գծում։ Ավելի տհաճ ու հիասթափեցնող մրցակից պատկերացնել հնարավոր չէր։ Նրանց մեր տուգանային հրապարակում երևի 2 անգամ տեսանք, բայց չգիտես ինչու հաջողացրեցին գոլ խփել մեզ։ Իդեպ գրեթե նույն սցենարը նաեւ ղազախների դեմ խաղում եղավ։ Հիմա հարց է առաջանում, այդ ինչպես է լինում, որ դու ստեղծում ես հարյուրավոր գոլային պահեր ու ընդամենը մեկն ես խփում, իսկ քո մրցակիցները ստեղծում են ընդամենը 1-2 դրվագ ու նույն այդ մեկ գոլն են խփում։ Սպերցյան առանձին ֆիգուրին մեր մակարդակից բարձր անհատին մի կողմ դրած, մնացածի մոտ լրջորեն կաղում է ավարտական էպիզոդներում խաղային բարձր կարգը։ Այսքան հարված ես ու ընդամենը մեկը մտնի։ Մեկ ցածրակարգ մոլդովաններին պետք է հաղթեինք 4-0 հաշվով։ Սպերցյանի ետևից խաղընկերները չեն հասցնում, չեն կարողանում կարդալ իրենց ավագի խաղային գաղափարները։ Մարդը պաս է տալիս, առաջ չեն գնում, փոխանցման է սպասում, գնդակ չի ստանում, գծում է, մշակում է, կառուցում է գրոհը ու որևէ մեկի սխալ գործողությունից այդ կոմբինացիան հոդս է ցնդում։ Գնդակը հարմար սկուտեղի վրա ասես, մատուցում է խաղընկերոջը, նա կրակակետից բարձր է հարվածում։ Մեր կենտրոնական հարձակվողները չունեն բացարձակապես մարդասպանի բնաստ։ Հասկանում եք, նման դիրքերից միջին կարգ ունեցող կենտրոնական հարձակվողը իրավունք չունի վրիպի։ Իսկ գիտեք ինչու հյուրերը խփեցին այս գոլը, որովհետև կոնկրետ զգոնության պակաս եղավ։ Մի կերպ երկար տանջվելուց հետո գոլ խփեցինք ու հենց այստեղ մեր կոնցենտրացիան նվազեց։ Իսկ նկատել եք, որ մենք ոչ հարված պահել գիտենք, ոչ հարվածներ ընդունել են կարողանում, ոչ էլ հարվածին ունակ ենք տալ համարժեք պատասխան։ Մեր ռեակցիաները չեն աշխատում։ Նման սցենարով ընթացող խաղում միայն մեզ հետ կարող էր պատահել այնպես, որ գոլ բաց թողնեինք։ Այո, դիրքային գրոհներ կազմակերպելու ասպեկտում նույնիսկ Մաներգեյմի գիծը կառուցած Մոլդովայի դեմ գործեցինք բավականին հաջողված։ Այս առումով չկան հարցեր։ Այս պրիզմայում ունենք առաջընթաց։ Պետրակովի օրոք դիրքային գրոհներն էլ չգիտեինք ինչ էր, մանավանդ վերջին էտապում, բայց այս ամենը արդյունք չի բերի երբեք, եթե դու ամենակարևոր ավարտական հատվածում գործում ես ահա այսպես։ Կարճ ասած լավն էլ տեսանք, բացասականն էլ քիչ չէր։ Եղիշե Մելիքյանը հանձն է առել, շատ ծանր առաքելություն։ Նրան հիմա չես նախանձի մեղմ ասած։ Դրա համար ամիսներ շարունակ պնդում եմ, որ այս հավաքականից պետք չէ ակնկալել արդյունք, բայց հենց այստեղ ամենաներքևներում ես դու բնավորություն ձեռք բերում, թացը չորից տարբերում, սովորական պատանուց դառնում ազգային հավաքականի դեմքը ներկայացնող, խոչընդոտներ հաղթահարած պրոֆեսիոնալ զիգ ֆուտբոլիստ, որպեսզի վաղը խաղընկերների տանես քո հետևից։ Հանդիպումից հետո տղաների մոտ դատարկություն էր։ Դեմքներին երես չկար, սակայն կյանքի փորձը հուշում է ինձ, որ ոչինչ չի լինում ուղղակի այսպես։ Մեր կորուստների թողած դատարկությունն էլ ի վերջո դառնում է այն հողը, որտեղ հասունանում է նոր ու մեծ իմաստություն։ Լավատես լինենք։ Կներեք, որ չենք հասցնում։ Խաղերը վերլուծել ավելի մանրամասն։ Խնդրում եմ հասկացեք, Ինտերֆուտբոլը արդեն մոտ կես տարի է, չունի որևէ տեսակի ֆինանս։ Նույն այդքան գովազդված մոնետայզը դեռ ավելի շատ վարձագույն ակնոցներ են, քան իրականություն։ Սա հիմա առավելագույնն է, ինչը կարող ենք անել։ Մի անգամ չի որ ասել եմ, որ սա էլ արվում է զուտ, ձեր հանդեպ մեծ հարգանքից ու սիրուց դրդված։ Մեծ հավանականությամբ հաջորդ իսկ հաղորդմանը ձեր օգնությանն ենք դիմելու սիրելի բաժանորդներ։ Այսօր այսքանը։ Հույս ունեմ հոլովակը ձեզ դուր եկավ։ Լավ եղեք, ամենայն բարիք ձեզ ու կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։